Սալատիկ։ Այսօր Քրիստը զանգեց, թե բազես կարող այն տատուտ փաղադրատոմսով Ալֆրեդոից սարքես, ասի դու պրոբլեմ չունես։ Ոշում կտրտում ես հավի ծիծիկները, ժարիտ ես անում, հետո կտրտում ես սունկը, ընթացքում փուսի ես վերցնում, սենց խառնում դնում ես սեղանին, մնացած սունկն էլ սենց գեղեցիկ կդրադում ես, կտրատած սունկը ավելացնում ես հավի ծիծիկների վրա, ընթացքում էլ Քրիստը իր տատու բաղադրատոմսով Առողջություն։ Հա, տատու բաղադրատոմսով կապրեզիա պատրաստում, հետո եռացող ջրի մեջ ավելացնում եք տալյատելե, եթե տալյատելե չի, այդտեղ ձեզ խելացի դեր չտնեք ընդեղ, բա հետի տալյատելե չի, իմ համար տալյատելե է, ոբշում։ Նա ձեռի հետ լես հավնուսունքն ենք հավայի խառնում, արտադիր ընթացքում խաղում ենք փուսի հետ, այս հավուսունքի վրա ավելացնում ենք սալիվկի, տալյատելեն էփելուց հետո ալդենտե լինելուց հետո ավելացնում ենք մեր ամեն ինչի վրա, հետո պանիր ենք ծորգում ու լցնում ենք այս պաստայի վրա։ Վերցնում ենք սպիտակ իտալական գինի, վրան հա կլուբնիկ ենք դնում, այս սալաթը, այս էլ պաստուլը, մի քիչ փուսին abuse ենք անում ու նստում ենք ուտելու։ Հետևեք իմ էջին հին հայկական տատիկիս ռեցեպտով պատրաստված ուտելիքների բաղադրատոմսեր տեսնելու եւ դասընթացներ ունենալու համար։